Հայաստանը Աստվածաշնչում։ Աստվածաշնչի մեջ Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ ակնարկություններ ունենք։ Առաջինը մենք գտնում ենք Ծննդոց գրքի 2-րդ գլխի մեջ, որտեղ խոսվում է դրախտի մասին։ Որտեղ էր գտնվում դրախտը։ Դրախտը գտնվում էր Եդեմի պարտեզի մեջ։ Աստվածաշունչը հաստատում է, թե Աստված այս պարտեզը, այլ խոսքով դրախտը, Աստված դրախտը տնկեց Եդեմում, արևելքում, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն։ Այստեղ արևելք ասելով բնագիրը ակնարկում է Հայաստան աշխարհին։ Բնագրի մեջ կարդում ենք, թե դրախտը ոռոգելու համար Եդեմից մի գետ էր բխում, եւ այնտեղից բաժանվում էր 4 ճյուղերի։ Մեկի անունը Փիսովն էր։ Սա այն գետն է, որ հոսելով շրջապատում է ողջ Եվիլատ երկիրը։ Այնտեղ, որտեղ ոսկին է, այդ երկրի ոսկին ընտիր է։ Այնտեղ նաեւ Սուտակ եւ Դահանակ ակնաքար կա։ Երկրորդ գետի անունը Գեհովն է։ Սա այն գետն է, որ հոսելով պատում է եթովպիացիների ողջ երկիրը։ Երրորդ գետը Տիգրիսն է, որ հոսում է Ասորեստանի արևելքով։ Չորրորդ գետը Եփրատն է։ Տերը Աստված վերցրեց իր ստեղծած մարդուն եւ դրեց բարօրության դրախտում, Եդենի պարտեզում, որպեսի մշակի եւ պահպանի այն։ Տիգրիս եւ Եփրատ գետերը ծանոթ են մեզ, իսկ ինչ վերաբերվում է Փիսոն եւ Գեհոն գետերին, դրանք կուռ եւ արաքս գետերն են։ Բոլոր մեկնիչներն էլ այս հաստատում են, որովհետեւ որտեղ էր գտնվում բխման կետը այս 4 գետերի։ Մենք գիտենք, որ հայկական բարձրավանդակից 4 գետեր են բխում եւ գնում տարբեր շրջաններ, եւ այդ 4 գետերը նույնինքն բնագրի մեջ գրված գետերն են։ Պարզ է դառնում, որ Եդեմի պարտեզը, այսինքն դրախտը, գտնվում էր Հայաստան աշխարհի մեջ։